Դուք միշտ ինձ խանգարում եք, այնտեղ կանգնեք։ ԿՊԱ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը թիմակիցներին վատաբանելուց հետո անցել է լրագրողների։ Քոչարյանը հայտնի է իր վարքային խանգարումներով, երբ պատեհ-անպատեհ պահի վիրավորում է ում մտքով անցնի։ Անդրանիկ Քոչարյանը նախորդ տարեվերջին հայտնվել էր ԿՊ վարչության նիստում, իսկ սեղանին դրվել էր նրա մանդատից զրկելու հարցը։ Պատճառը դարձել էր այն, որ Քոչարյանը վատաբանել էր պատգամավոր Սիսակ Գաբրելյանին եւ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանին, կապելով խաղադրույքներով եւ թմրաբիզնեսով հարստացող գործարարների հետ, ասելով գործարարի դեղ ծրողներ։ Նիկոլ Փաշինյանը Անդրանիկ Քոչարյանին բերման էր ենթարկել ԿՊ վարչություն ու ստիպել ներողություն խնդրել նրանից։ Սա դեռ ամենը չէ։ Քոչարյանը իր լկտի պահվածքը ցուցադրել էր նաև ԿՊ կանանց վիրավորելով, նրանց մասին անբարո լուրեր տարածելով։ Քոչարյանը Սիսակ Գաբրելյանից եւ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանից ներողություն խնդրել էր վարչության նիստից հետո, սակայն կանանց ոչ մի բառ չէր ասել։ Հիմա էլ հերթը լրագրողներինն է։ Երեք ազգային ժողովում Անդրանիկ Քոչարյանը վատագույն ձևով վիրավորեց լրագրողին, ապա հպարտորեն սկսեց հարցազրույցը շարունակել։ Դուք միշտ ինձ խանգարում եք, այնտեղ կանգնեք։ Դուք։ Եթե թե ես կգնամ, չեմ պատասխանի ձեր գործընկերներին։ Ձեր պահվածքը լրագրողի հետ չեք կարծում, որ պիտի ներողություն խնդրեք։ Այսօր, երբ ընդդիմադիր պատգամավորները հորդորեցին ներողություն խնդրել լրագրողից, Քոչարյանը բարկացավ եւ նույնիսկ դուրս եկավ։ Այդ դեպքում Առաջին դեպք չի, երբ որ դուք մի վարքյան, այդ դեպքում դուք ինչ եք պատկերացնում։ Դեպքերի զարգացումը փաստում է այն իրողությունը, որ Անդրանիկ Քոչարյանն անսանձ է եւ չափերն անցել է, իսկ ԿՊ վարչությունում Փաշինյանի կողմից Քոչարյանին դաստիարակելու գործընթացը ձախողվել է։